Ուրեմն այստեղան, երբ լսում Աստծո մասին ու իր անկերների հետ գնում են եկեղեցի, երբ կանչում են ապաշխարելու, Հիսուսին ընդունելու սրտի մեջ, գալիս է եւ ընդունում է ու շատ ուրախ գնում տանը պատմում է իր հորը։ Այդ երեխան լինում է կամ 13 կամ 15 տարեկան, այս տարիքի երեխա է լինում։ Ու իր պապան ծաղրում է, ասմատվեց, դա հիմարների համար է, Աստված գոյություն չունի։ Ինչ ես նման բան հավատում, իրանք քեզ ասել են, դու էլ հավատացել ես, մարդկանց կանչում են, որպեսզի փող վերցնեն իրանցից, որպեսզի խաբեն, որպեսզի ոնց որ իրանց համար չեն կարողանում ուրիշ ձևով փող աշխատեն, փող աշխատելու միջոց է, որ գնան փողերը մարդկանցից վերցնեն, այս ձևով, դա ճիշտ չի, դա այդ ձևի բան գոյություն չունի։ Հաջորդ անգամ, երբ որ ընկերներով էլի գնում են, այս անգամ, որ կանչում են, ինքը առաջ է գնում, բայց ծաղրանքով արդեն, ինքը ոչ թե ընդունում է, որ Հիսուսը կա, ինքը ընդունում է, ինքը ծաղրում է։ Որոշ ժամանակ հետո այս երեխեն հիվանդանում է, ու հիվանդանում է անբուժելի հիվանդության։ Ոչ մի բժիշկ, իր պապան շատ մեծահարուստ է ալնում, ոչ մի բժիշկ, ոչ մի պրոֆեսոր, ոչ մի բան, ոչ ոք չի կարողանում օգնի, ընդհանրապես։ Ու արդեն իր միակ երեխին է, որ ձեռքից գնում է ու ինքը ասում է, տղես, դու հիշում ես, պատմում էիր քո Աստծո մասին, նրան հավատա, նրան ասա, ասեց պապ, ուշը, արդեն ինձ տանում են, արդեն ոտքերս վառվում են։